Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք խոսենք Հայաստանում նոր ատոմակայանի հարցի շուրջ եւ կան տարբեր հետաքրքիր նորություններ այս թեմայով, որովհետեւ դուք գիտեք, որ որոշում կա վաղուց եւ հիմա նաեւ վերջնական այդ որոշումը միջև Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այցելի Հայաստան, փաստացի հայկական կողմը ազդակներ է այսպիսի ուղարկել եւ հաստատել է ինչ-որ առումով, որ մենք մեծ հավանականությամբ կհամաձայնվենք եւ Միացյալ Նահանգների հետ կնախընտրենք կառուցել նոր ատոմակայանը մոդուլային բլոկերի տարբերակով։ Ես այսօր ձեր հետ միասին մանրամասն կխոսենք եւ կքննարկենք ստեղծված իրավիճակը, ներկա իրավիճակը նկատի ունեմ եւ ինչպես կփոխվի այդ իրավիճակը մոդուլային ատոմային էլեկտրոկայանը, ինչ է իրանից ներկայացնում, ինչ զարգացումներ կա, ինչու հնարավորություններ մեզ կարա տա եւ հաշվի առնելով այս ամենը, մենք ձեր հետ միասին այս թեման այսպես կամփոփենք, կվերլուծենք, կհասկանանք եւ կշարժվենք առաջ, արդեն պատկերը ունենալով ամբողջությամբ այս թեմայի շուրջ ստեղծված իրավիճակի։ Առաջ երթին պետք է ասեմ, որ հոսանքի 40% այս պայծրությամբ Հայաստանում արտադրում է միակ էներգաբլոկը ատոմակայանի երկրորդը մեծամորի հայկական ատոմակայանի, հաշվի առնելով այդ թվում աճը, հոսանքի ուրեմն պահանջարկը նկատի ունեմ, պահանջարկի աճը, ինչպես նաև այդտեղ հաշվի առնելով, որ երկար ժամանակ է այդ ատոմակայանը գործում է եւ սարքավորումները մաշվում են, ինչպես նաև աշխարհաքաղաքական զարգացումների փոփոխությունը, հաշվի առնելով, որ ներկա ատոմակայանը ունի չափազանց մեծ կախվածություն Ռուսաստանից, մեկ պետությունից եւ մեկ մատակարարչի կողմից, ապա եւ հաշվի առնելով այն փաստը, որ 2036 թվականը վերջի տարին պետք է լինի, երբ հայկական ատոմակայանը կգործի եւ այսինքն 36 թվականից հետո արդեն ատոմակայանի գործունեությունը չպետք է շարունակվի, ապա հաշվի առնելով դա մենք վերջի շաբաթների ընթացքում արդեն ունենք վերջնական կարելի ասել որոշում եւ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր ատոմակայանը պետք է մոդուլային կարգավիճակով, տարբերակով ստեղծված լինի։ Խոսենք մի փոքր ավելի ուշ թե ինչ է մոդուլային տարբերակը, բայց միջև այդ ասեմ, որ այս պայծրությամբ հայկական կողմը, նախարարությունը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների քննարկում է այսպիսի առաջարկներ ատոմակայանի կառուցելու ուղղությունով եւ առաջարկները կան Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Չինաստանից, Հարավային Կորեայից եւ Ֆրանսիայից եւ 2026, այսինքն այս թվականին կամ 27 թվականին վերջնական առումով պետք է արդեն որոշումը տեղի ունենա, թե որ պետությունը կկայացնի եւ կարծես մենք որոշում արդեն կայացրել ենք, դա կարծես Միացյալ Նահանգներն է եւ ես շատ եմ ողջունում այդ որոշումը, կխոսենք հիմա ինչու։ Բայց մինչև այդ իհարկե կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները, բաժանորդագրվեք եւ դրեք զանգակը, սա շատ կարեւոր է մեր ալիքի հետագա զարգացման համար եւ ես անկեղծ շատ շնորհակալ եմ բոլորին, ով սա անում է։ Անցնենք առաջ, հարգելի հայրենակիցներ, եւ ասեմ, որ այսօրվա մեծամորի ատոմաէլեկտրոկայանը պետք է վերլուծենք, հասկանանք ինչ իրավիճակում է գտնվում, այստեղ ռուսական VVR 440 տիպի ուրեմն գլխավոր բաղադրիչն է, ռեակտոր կոչվածը, որը արտադրում է մոտավորապես 375 մեգավատ ժամ հոսանք, երկրորդ բլոկը, որը գործում է, 1980 թվականին սկսեց իր գործունեությունը, 88-ից հետո գիտեք, որ կանգնել էր ատոմակայանի գործունեությունը եւ 95-ից վերսկսվեց եւ մատակարարումները մոտավորապես 30-ից 40% են այսօր հոսանքի պահանջարկի Հայաստանում, մոդեռնիզացում տեղի ունեցավ վերջ թվականներին եւ երկարաձգվել է ատոմակայանի գործունեությունը մինչեւ 2036 թվական։ Մոդեռնիզացումը ներառել էր անվտանգային համակարգերի, ինչպես նաև սառեցման համակարգերի եւ հոսանքային այդտեղ ցանցերի եւ ուրիշ համակարգերի բարեփոխում, ուրեմն այդ թվում ռեակտորի հետ կապված էլ բարեփոխումներ կար, արդիականացում տեղի ունեցավ նաև անվտանգային համակարգների եւ նաև էլեկտրական եւ
ավտոմատացված այդտեղ համակարգների, մի խոսքով շատ կարևոր էր իհարկե այդ արդիականացումը, բայց բավարար չէ, որովհետև ատոմակայանը հին է եւ արդեն մոտենում է իրոք սպառելուն իր հնարավորությունները։ Բացի դրանից պետք է ասել, որ ատոմակայանը կառուցած է այնպիսի վայրում, որը սեյսմիկ առումով ակտիվ է եւ հաշվի առնելով այդ տեկտոնական բեկվածքի գոտու վրա գտնվելը, որտեղ որ կառուցված է ատոմակայանը, ապա ընդհանուր առումով կարելի է շատ ուղիղ ասել, որ 30 տարով էր նախատեսված այս ատոմակայանի գործունեությունը եւ եթե 1980 թվականին որ կառուցվել է, այնտեղից նախատեսված էր, որ մինչև 2010 թվականը կգործի, այսինքն մենք արդեն 16 տարի ավել է գործում, քան նախատեսված էր եւ մինչև 36-ը առհասարակ կնշանակի 26 տարի ավելի շատ, այսինքն մոտավորապես 30 տարով նախատեսված էր եւ 30 տարի ավել էլ կգործի։ Սա վտանգավոր է, շատ ուղիղ պետք է ասել, որովհետեւ հաշվի առնելով բոլոր հմտությունները եւ փաստերը եւ վտանգավոր է առաջերտին մեր համար, ուստի տրամաբանական է, որ մենք իրոք պետք է այդ ուղղությամբ ինչքան կարելի ավելի շուտ շարժվենք եւ կարողանանք լուծել հարցերը, բացի դրանից մատակարարման խնդիրներ էլ կարող ստեղծվել, որովհետև այդ մատակարարումները, որը ատոմակայանին պետք են, վառելիքը ատոմակայանի, ինքը մեծ մասամբ կախված է միայն Ռուսաստանից։ Սա ուրեմն հին սովետական էներգոբլոկ է, ինչքան էլ այդտեղ արդիականացում տեղի չունենա, Երևանից 36 կիլոմետրում է գտնվում եւ Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը բազում անգամ նշել են նրա մասին, որ այս ատոմակայանը փակելու անհրաժեշտություն կա, այսինքն ոչ թե փակելու, այլ փոխարինելու ուրիշ նոր ատոմակայանով։ 2025 թվականի հոկտեմբերին վարչապետ Փաշինյանը արդեն հաստատել էր, որ մոդուլային կարգավիճակով կլինի եւ մոդուլային կարգավիճակը, կարճ ասած, տալիս է հնարավորություն արգելի հայրենակիցներ, որ տարբեր ժամանակահատվածներում փաստացի աճեցնես արտադրանքը, այսինքն դու կարաս ֆիքսված փոքր քանակից սկսես արտադրանքի հոսանքի եւ հետո կամաց-կամաց աճեցնես, ինչը լրջագույն ձևով տարբերվում է ռուսական այս հին ատոմակայանի կարգավիճակից։ Եվ Ռուսաստանը ուրեմն փաստացի առաջարկում է այդ VVR 1200 կամ VVR 600, այսինքն այն նույն մոդելը, որը մենք հիմա ունենք, բայց ավելի արդիականացված եւ զարգացած, Միացյալ Նահանգները առաջարկում է տարբեր մոդուլային համակարգներ BVRX 300, AP300, NewScale, Holtex եւ Holtex SMR 160, Չինաստանը նաև առաջարկում է ուրեմն ACP 100 տարբերակը, Հարավային Կորեան մոտավորապես Smart 100 110 մեգավատ ժամ, չինականը 126 մեգավատ ժամ է, եւ արեք հիմա ավելի ուրեմն մանրամասն քննարկենք, հա, ինչ վերաբերվում է Միացյալ Նահանգների կողմից առաջարկած BVRX 300 տարբերակը, ապա սա 300 մեգավատ ժամ է արտադրում եւ սա մոդուլային տարբերակ է, որը 24-36 ամսում կարա կառուցված լինի եւ ընդհանուր առումով կարելի է ասել, որ պասիվ համակարգներ ունի, այսպես օգտագործում է ֆիզիկան այդտեղ նրա համար, որ կանգնեցվի գործունեությունը ատոմակայանի, այլ ոչ թե մարդու ներխուժումը, եւ դա շատ անվտանգ է, եւ 60 տարի կարող է գործել այս ատոմակայանը, մոդուլային տարբերակը, եւ կառուցվում է հիմա Կանադայում, շատ լուրջ է մի խոսքով այս հնարավորությունը եւ շատ հետաքրքիր, նաև կա ուրեմն Լեհաստանում եւ Միացյալ Նահանգներում այդպիսի նույն ծրագրերը կան։ Westinghouse տարբերակը 330 մեգավատժամ է եւ ուրեմն սա նաև հետաքրքիր տարբերակ է, 80 տարով կարելի է կառուցել, նաև մոդուլային է, 4 տարվա ցիկլով ծախսի եւ
շատ քիչ ռիսկեր ունի իրականում ատոմակայանը, կարելի ասել, եւ դա շատ է իհարկե բարեփոխում, բարելավում իրավիճակը։ Նաեւ կա NuScale Power Module, որը ասացի ես, եւ այդտեղ 77 մեգավատ է մոդուլը, ուրեմն եւ պետք է ասել, որ սա 12 մոդուլից բաղկացած ատոմակայանը կարա 326 մեգավատ հոսանք արտադրի խոսքին, կամ 4 մոդուլը 300 մեգավատ ժամ։ Մենք ձեր հետ միասին արդեն արձանագրեցինք, որ այսօրվա ատոմակայանը արտադրում է 375 մեգավատ ժամ։ Այսինքն մենք հանգիստ փաստացի այս ատոմակայանները, որոնց մասին հիմա խոսք է գնում, կարելի ասել, որ այդպիսի երկու առաջի դեպքը, որ քննարկեցինք, մեկ մոդուլը մեր համար բավարար է այս փուլում։ NuScale Power-ի դեպքում փաստացի 4 մոդուլ է պետք միանգամից, ավելի փոքր է այս կարգավիճակը, եւ բոլորը օգտագործում են պասիվ, ուրեմն սառեցման համակարգներ, ինչը շատ նաեւ լավ տարբերակ է։ SMR 160-ը ապա մի փոքր ավելի տարբերակ համակարգն է, նաև պասիվ տարբերակն է օգտագործում, բայց սա ունի այսպիսի բասեին նախատեսված ջրով եւ ռեակտորը նաև, մի խոսքով մի փոքր իմ պատկերացումով ավելի տարբեր է, ռեակտորը կարա նաև օդային ուրեմն սառեցման համակարգներ օգտագործի եւ սա առանց ջրի էլ է կարելի իրականում կազմակերպել։ Հետաքրքիր է նաև այս տարբերակը, բայց տեսեք, այս բոլոր տարբերակները մենք ձեր հետ միասին որ քննարկում ենք, ապա այստեղից հասկանում ենք, որ երևի ամենահետաքրքիրը լինի հենց առաջինը, BWRX 300-ը, հաշվի առնելով, որ նաև կա ուրեմն Կանադայում, Միացյալ Նահանգներից բացի եւ ուրեմն Լեհաստանում էլ է լինելու, դա կարա լինի հետաքրքիր տարբերակ մեր համար, հատկապես, որ նույն Լեհաստանի հետ կարելի է ստեղծել համագործակցության այնպիսի շղթա, որ ավելի հեշտ լինի այս հարցի լուծումը։ Ռուսաստանը այնինչ առաջարկում է, ապա քանակով մեծ են, նույն VVR 1200-ը մոտավորապես տալիս է ուրեմն 1100 մեգավատ-ժամ, մեծ քանակի հոսանք է տալիս։ Եթե համեմատենք նույն VVR 600-ին, այդ VVR 600-ը 600 մեգավատ-ժամ է տալիս, այսինքն կեսը մոտավորապես։ Կարելի ասել, որ այս տարբերակները շատ մեծ ծավալի են։ Խնդիրը նրանում է, որ իրանք նույն այնպիսին են, ինչպիսի հիմա մեր այս ատոմակայանն է, այսինքն տրամաբանությունը նույնն է, կախվածություն Ռուսաստանից, զուգահեռ դրա մենք ստանում ենք միանգամից մեծ քանակի հոսանք, որը մեկ-մեկ կարող է նույնիսկ չկարողանանք ուրեմն օգտագործել, բայց չունի հնարավորություն ընդլայնելու այդ հնարավորությունը, եւ դա շատ կարեւոր է։ Ուստի հարգելի հայրենակիցներ, այսպիսով կարելի է արձանագրել, որ մոդուլային կարգավիճակը շատ հետաքրքիր է, եւ ես իրոք ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը, որ մոդուլային կարգավիճակով շարժվենք։ Չինականը պետք է ասել, որ նոր է կառուցվում եւ այս մոդելը եւ 125 մեգավատ ժամ է, ինտեգրված համակարգ է եւ ընդհանուր առումով կարելի է ասել, որ իմ պատկերացումով Չինականը մեզ առհասարակ հետաքրքիր չի մի քանի պատճառով, այդ թվում աշխարհաքաղաքական, հարավկորեյան տարբերակը ուրեմն 330-365 մեգավատ ժամ է մոտավորապես, 60 տարվա նաև գործունեություն ունի, բայց եւս հետաքրքիր իմ պատկերացումով չէ։ Հիմա անցնենք արդեն մեր իրավիճակին եւ ավելի լավ հասկանանք, ուրեմն պետք է հասկանանք, որ մենք օգտագործում ենք ուրեմն այդքան էլ շատ հոսանք չենք օգտագործում 1300-1500 ուրեմն մեգավատ ժամ ենք օգտագործում մոտավորապես եւ հաշվի առնելով սա միանգամից մեծամորի ատոմակայանը փոխել եւ 1000 մեգավատ ժամից ավելի ստանալ հիմա 375-ի փոխարեն, այսինքն 3 անգամ ավելի հզոր ատոմակայան ռուսական մոդելով, դա կարա խնդիր ստեղծի, որտեղ մենք այդքան հոսանք չենք կարող այսօր օգտագործել։ Հա, կարող ենք վաճառել, բայց հետո կա արդեն հարց, բայց փոքր մոդուլային տարբերակով մենք կարող ենք կամաց-կամաց ավելացնել այնպիսի ուրեմն
հնարավորություն, որ երբ Հայաստանում աճի ծախսը, ապա հոսանքի մենք կարող ենք ավելացնել եւ ավելացնել հոսանքի արտադրություն։ Դա նաեւ վերաբերվում է իրականում շատ կարևոր հարց է եւ դա վերաբերվում է նրան, որ մոդուլային ատոմակայանը կտա հնարավորություն փաստացի նույն արհեստական բանականության, նույն բարձր տեխնոլոգիաների ուղղությունով, երբ Հայաստանի կամ թրիփի պատճառով, երբ Հայաստանում հոսանքի պահանջարկը աճի, մենք կարող ենք նաև մոդուլների շնորհիվ աճեցնել եւ հնարավոր է ավելացնել այդ մոդուլները։ Եվ փաստացի նույն BWRX 300 տարբերակը, որի մասին որ խոսում ենք, փաստացի 2-3 տարում հնարավոր է կառուցել եւ ավարտել։ Այսինքն ես հուսով եմ, որ մենք շուտ կկառուցենք եւ կավարտենք այս հարցը եւ ես հուսով եմ, որ մենք կկարողանանք նույնիսկ նախորդ փակել ատոմակայանը, ոչ թե սպասել մինչեւ 36 թիվը։ Դա հնարավոր է, իսկ եթե սպասենք մինչեւ 36 թիվը, ապա երկրորդ ատոմակայանի հետ միասին հնարավորություն կլինի մոդուլային, որ մենք ել ավելի շատ վաճառենք հոսանքը եւ հոսանք պետք է բոլորին, բոլոր մեր նաեւ հարևաններին, իսկ ատոմակայանը դա մաքուր հոսանքի աղբյուր է։ Պետք է ասել, որ ատոմակայանի կառուցումը առհասարակ շատ մեծ գործընթաց է, խոսքին VVER 1200-ի կառուցումը, որը ասացի, որ շատ մեծ է եւ մեզ այդ իրավիճակում այսպիսի պետք չէ, 5-7 միլիարդ դոլար արժի, ինչը շատ մեծ գումար է մեր համար նաեւ եւ պետք է ասել, որ փաստացի այդ տրամաբանությունը դուրս գալու ֆինանսական առումով էլ մեզ ձեռ չի տալիս, անկեղծ ասած, որ մենք կառուցենք ռուսականը, համ կախվածությունը պահենք Ռուսաստանից, համ միանգամից հսկայական գումար վճարենք Ռուսաստանին, համ էլ հետո այդ հոսանքի հետ չգիտենանք կոնկրետ ինչ անենք, որովհետև բարդ է լինելու այդքան հոսանքը նույնիսկ արտահանելը։ Դա նշանակում է, որ մենք կառուցելով ամերիկյան մոդուլային կարգավիճակով ատոմակայան, կարողանալու ենք վճարել ել ավելի քիչ եւ դա կարա փուլ առ փուլ տեղի ունենա, ինչը նշանակում է, որ մենք երբ պետք լինի կավելացնենք այդ հնարավորությունները եւ փաստացի դա մեզ նաև ոչ ֆինանսական մեծ ծախս կլինի, իսկ անվտանգային առումով պետք է ասել, որ հիմա VVER 1200-ը Ռուսաստանին ուրեմն ավելացրել է իհարկե անվտանգային համակարգները, որովհետև դա բարելաված տարբերակն է այն հինի, որը նախկինում կար, բայց ընդհանուր առումով պետք է ասել, որ նույն ռուսական այս VVER-ը սեյսմիկ շրջաններում վտանգավոր է, շատ մեծ է եւ վտանգավոր է, ոնց որ միասնական այդպիսի հնարավորություն է տալի, հասկանում եք, շատ մեծ քանակի գործընթաց է տեղի ունենում այդտեղ։ Իսկ ինչ վերաբերվում է արևմտյան այդ մոդուլային տեխնոլոգիաներին, ապա այդտեղ փաստացի առանձին են գործընթացները տեղի ունենում եւ հաշվի առնելով դա եւ հաշվի առնելով, որ пассив համակարգներ ունեն, այսինքն մարդու միջամտություն պետք չի եւ հեշտ կարելի է անջատել ատոմակայանը, այսպես ասեմ, եւ նույնիսկ հոսանք պետք չի նրա համար, որ ապահովես սառեցումը ատոմակայանի, ինչը շատ կարեւոր է, որևէ լուրջ իրադարձության հավանականությունը կտրուկ նվազում է արևմտյան այդ ատոմակայանների ուղղությունով։ Բացի դրանից պետք է ասել, որ եթե մենք համեմատենք նաեւ այս ատոմակայանները, ապա պետք է ասել, որ յուրանիում 235 է օգտագործում ամերիկյան այս ուրեմն ատոմակայանը եւ նաեւ մնացած բոլորը, այսինքն ամերիկյան մենք 5 տարբերակ ունենք մոդուլային եւ բոլորը օգտագործում են նույն այդ տարբերակը 4 տարվա ժամկետով է, մինչեւ 5% ուրեմն հարստացված ուրան է այստեղ օգտագործվում եւ նույն BWRX 300-ի տարբերակում 2 տարվա ընթացքում է պետք փոխել այդ ուրեմն յուրանիումը, բայց ամեն դեպքում պետք է ասել, որ հետաքրքիր տարբերակ է, որովհետեւ հեշտ է մատակարարումները, այսինքն շատ ատոմակայանի համար նույն բանն է մատակարարվում, Միացյալ Նահանգները, այսինքն արտադրության հետ խնդիր չկա դրա։ Ինչ վերաբերվում է նույն VVER 1200 կամ VVER 600-ին Ռուսաստանի կողմից, ապա դա գործում է տարի ու կես ժամանակահատվածով, օգտագործում է 5%-անոց նաև հարստացված ուրան, բայց խնդիրը մատակարարիչի մեջ է, միայն Ռուսաստանը, հարգելի այրենակիցներ,
Եվ այդ դեպքում հարցը նրանում է, որ խոսքին մնացած դեպքերում, տեսեք, Հարավային Կորեան նաև ակտիվորեն համագործակցում է հենց Միացյալ Նահանգների հետ, այսինքն մենք կարող ենք Հարավային Կորեայից էլ գնել, եթե պահանջարկ լինի նույն այդ վառելիքը ատոմակայանի համար։ Եվ հաշվի առնելով այս ամենը, պետք է ասել, որ ուրեմն հետաքրքիր է այս տարբերակը իհարկե Միացյալ Նահանգների։ Պետք է ասել, որ մոդուլային այս տարբերակները դեռ շատ մեծ ծավալ աշխարհում չեն ստացել, բայց ընդհանուր առումով տեսնում ենք, որ տարբերակները մեկը դրական են ընդհանուր առումով, մեկ մոդուլի կառուցումը BWRX 300-ի տարբերակով մոտավորապես 1-1.5 միլիարդ է գումարը լինելու եւ դա շատ էժան է ստացվում 5-7 միլիարդի հետ համեմատասխանում եք Հայաստանը կարող է իրան թույլ տալ որ օգտագործի նաեւ Միացյալ Նահանգների ֆինանսավորումը այստեղ եւ հեշտ ֆինանսավորի այսպիսի մեկ մոդուլի կառուցումը, որը 300 մեգավատ-ժամ մեզ կտա եւ փաստացի այսօրվա ատոմակայանը հեշտությամբ կփոխարինի, որը 375 մեգավատ-ժամ է, մի փոքր ավելացնում ենք ծավալը արևային էլեկտրոկայանների այդ 75 մեգավատ-ժամով եւ մենք ստանում ենք նոր ատոմակայան եւ ամբողջությամբ փոխարինում ենք մեկ մոդուլով, առաջի այդ փուլում մոդուլի, կարող ենք հետո ավելացնել միջև շատ 1000-1200 հանգիստ, այսինքն այս փուլում ամենակարևորը ինչն է այստեղ աշխարհաքաղաքական զարգացումներից, որ մենք կարողանում ենք ապահովել Ռուսաստանից մատակարարումների ուրեմն փոփոխություն հաշվի առնելով մեր ծանր եւ բարդ իրավիճակը հարաբերություններում հայ-ռուսական, մենք ապահովում ենք անվտանգություն այն առումով, որ Հայաստանը կարողանում է Միացյալ Նահանգներից ստանալ այդ վառելիքը, ինչպես նաեւ վառելիքը կարողանալու է ստանալ նաեւ ուրիշ պետություններից, որոնք կապ ունեն այդ նույն համակարգի հետ, դա կարող լինի համ Կանադան ապագայում, որը կարող արտադրի այդ վառելիքը, համ Լեհաստանը ինքը, որովհետև կարող նաև անցնի այդ վառելիքի արտադրության ուղղությունով անհրաժեշտության դեպքում։ Մի խոսքով ավելի մեծ ցանց է ձևավորվում եւ դա շատ կարեւոր է։ Միացյալ Նահանգները պատրաստ են իհարկե ֆինանսավորել, ռուսներն էլ են պատրաստ ֆինանսավորել ատոմակայանը, այսինքն գումարը այդքան էլ հարց չի այստեղ, ռուսները պատրաստ են վարկով անել դա նաև, ինչա որ հայկական կողմը անպայման ռուսական տարբերակը ընտրի, բայց իմ պատկերացումով իհարկե շատ ճիշտ է, որ մենք ընտրենք ամերիկյան տարբերակը։ Իհարկե շատ հետաքրքիր է այդ մոդուլային կարգավիճակը, որովհետև մենք տեսեք, երբ NVIDIA-ի եւ այդ արհեստական բանականության այդ առաջի ռազդանում կկառուցվի այդ առաջի կենտրոնը, ապա ինքը կսկսի էլ ավելի շատ հոսանք օգտագործել։ Եթե մեր մոտ խաղաղությունը, կայունությունը զարգանա, Միացյալ Նահանգների հետ թրիփը զարգացնենք, վաղը մյուս օր կունենանք նոր եւ նոր ներդրումներ, այդպիսի նաեւ արհեստական բանականության կենտրոնների մեջ։ Հենց այդ ներդրումները լինի, մենք կարող ենք հանգիստ դիմել արդեն եւ ընդլայնել ատոմակայանը եւ մոդուլային կարգավիճակով ավելացնել, ինչքան որ պետք կլինի նոր ուրեմն մոդուլներ եւ կարողանանք ընդլայնել այդ ատոմակայանի գործունեությունը, իսկ ապագայում, եթե պետք լինի, կարող ենք կառուցել նոր ատոմակայան կողքը եւ նույն այդ կարգավիճակով այնտեղ էլ մոդուլներ կառուցենք։ Այսինքն puzzle-ի պես մի բան է ստացվում, որը շատ ավելի օգտակար կարգավիճակ է, քան կոնկրետ ռուսականը։ Ես կարծում եմ, որ BWRX 300-ը շատ հետաքրքիր տարբերակ է մեր համար, եւ եթե սկսենք կառուցելը 32 թվականին, այդպես է նախատեսված մոտավորապես 34-ին պատրաստ կլինի, բայց եթե կարողանանք մի փոքր ավելի շուտ տեմպում դա անել եւ սկսել խոսքին 30 թվականին կառուցումը, ապա 32-ին արդեն պատրաստ կլինի եւ կարծում եմ այդտեղ մի փոքր ավելի շուտ անելը դա շատ կարեւոր է։ Այստեղ խնդիրը կարող լինի Ռուսաստանի քաղաքական արձագանքը, բայց մեզ վաղուց Ռուսաստանի քաղաքական արձագանքը չի հետաքրքրում։ Մնացած հարցերում մենք խնդիր այստեղ չունենք։ Ռուսաստանի դեպքում մենք ուղղակի եթե այդ ատոմակայանը կառուցենք եւ դա շուտ կառուցել չի ստացվի, ավելի ուշ կկառուցվի,
ավելի շատ ներդրումներ պետք է լինի, բայց եթե դա անենք, մենք պարտքի մեջ կհայտնվենք Ռուսաստանի առջև, ֆինանսական, որովհետև շատ մեծ ծրագիր է, այդքան հոսանք մեզ պետք չի լինի, հետո ընդլայնել հոսանքը չենք կարողանա, եւ Ռուսաստանից կունենանք կախվածություն ատոմակայանի ուղղությունով երկար ժամկետով։ Սա անել չի կարելի։ Չինական տարբերակը նաև խնդրահարույց է, որովհետև աշխարհաքաղաքական բաղադրիչով նաև կախվածություն ունի ուրեմն հենց Չինաստանից, ինչը մեզ դեռ չի տալի, բացի դրանից մեկ մոդուլը այդտեղ 125 մեգավատ ժամ է, ամերիկյանի հետ համեմատ 300-ի, այսինքն մեկ մոդուլը այստեղ երկու անգամ ավելի խոշոր է, այս տարբերակը շատ ավելի լավն է, եւ ես կարծում եմ, որ ուրեմն հայկական կողմը պետք է ակտիվորեն Միացյալ Նահանգների հետ ստորագրի, ինչը կարծում եմ, որ տեղի կունենա հենց J.D. Vance-ի այցի ժամանակ փաստաթուղթ է ստորագրվելու ատոմակայանի ուղղությունով, ապա որ ստորագրենք այդ փաստաթուղթը ատոմակայանի ուղղությունով եւ շարժվենք առաջ, փաստ է, որ հայկական կողմը կընտրի մոդուլային տարբերակը եւ կընտրի տրամաբանականը Միացյալ Նահանգներին եւ այդ տրամաբանությունով մենք կկարողանանք TRIP ծրագրի ներսում նաեւ ներառել այս գործընթացը եւ միասին շարժվել այդ ուղղությունով եւ շատ հեշտ կլինի նաեւ կառավարել այն ատոմակայանը, որը կօգտագործվի նաեւ այդ ուրանը, որը կլինի օգտագործված արդեն ուրանը, կա հնարավորություն, որ ուրանը օգտագործված պահենք Հայաստանի տարածքում, այս մոդուլային կարգավիճակը դա ներառում է, դա նաև շատ հետաքրքիր տարբերակ է այն առումով, որ մեզ պետք չի լինի որևէ հարևանի հետ պայմանավորվել, որ արտահանենք ուրանը, եւ դա իր կարևոր դերը ունի։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ Մեծամորի ատոմակայանը կարևորագույն իհարկե ռազմավարական օբյեկտ է, ամենակարևորը Հայաստանում, ունի շատ մեծ տնտեսական, էներգետիկ եւ աշխարհաքաղաքական ազդեցություն եւ ունեցել է, բայց Մեծամորի ատոմակայանի հարցը հասկանալի է, պետք է փակել այդ ատոմակայանը, ուրիշ տարբերակ չկա, եւ այդ ատոմակայանի փոխարեն մենք իհարկե պետք է ընտրենք իմ պատկերացումով Միացյալ Նահանգների հետ մոդուլային կարգավիճակը, որի ուղղությունով շարժվում ենք, եւ ես կարծում եմ, որ դա շատ ճիշտ տարբերակ է, որը մեզ կբերի այն բոլոր նպատակներին, որի մասին մենք հիմա խոսում ենք, եւ հայկական պետությունը ել ավելի հզոր կլինի եւ ավելի ապահոված մոդուլային այդ ատոմակայանների միջոցով զուգահեռ դրա շատ կարևորը այն է, որ մենք զարգացնենք արևային ուրեմն էլեկտրոկայանների հնարավորությունները եւ այդ ամբողջ հնարավորությունով նաեւ կապելով Հայաստանի հոսանքային ցանցը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մենք ունենանք հնարավորություն վաճառել կամ ներմուծել, որտեղից որ պետք է լինի, երբ պետք է լինի Իրանի հետ նաեւ, Վրաստանի իհարկե, եւ կարողանանք բալանսավորել, որովհետեւ ինչ-ինչ պարագայում մենք կարող ենք նույնիսկ արտահանող դառնանք հոսանքի։ Ասեմ ձեզ, որ նույն Թուրքիան եւ միջև ատոմակայան չունեն եւ Իրանը հոսանքի պահանջարկներ ունեն։ Վրաստանն էլ նաեւ խոսքին տարվա վերջը Վրաստանը շատ մեծ քանակի հոսանք է գնել Ադրբեջանից, որովհետեւ ուներ դրա պահանջարկ։ Հայաստանը եթե կարողանա ատոմային եւ ուրեմն միևնույն ժամանակ արևային էլեկտրոկայանների միջոցով ունենալ մեծ քանակի արտադրություն հոսանքի եւ վաճառք այդ հոսանքի, դա կարող լինի մեր համար շատ կարեւոր, բայց չենք մոռանում սեյսմիկ բաղադրիչը, մեզ նույն տրամաբանության ատոմակայան պետք չէ, մեզ պետք է այնպիսի ատոմակայան, որը սեյսմիկ առումով անվտանգ կլինի եւ հայկական պետությունը ապահովված կլինի այդ ուղղությունով։ Պատասխանը հստակ է։ Միացյալ Նահանգների հետ մոդուլային ատոմակայան։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք ցտեսություն։